Մեր դիմաց անիրավ դատավորն է, ով Աստծուց չի վախենում, մարդկանցից չի ամաչում, ով կարող է պարզապես իր սուտն ու ստախոսությունը ծածկելու համար բոլորին եւ իր շրջապատին դարձնել իրեն մեղսակից ու հանցակից։ Օրերս իր ելույթում ասաց Բագրատ arczepiskopos Գալստանյանը։ Բագրատ Սրբազանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վարքը նշեց, որ նա 1 րոպե աչքը չթարթելով պատճառ կարող է դառնալ հանրային կյանքի մեջ աղետի, ատելության, քաոսի, ստախոսության տարածման, անարդարության անընդհատ մեծացող իրականության։ Սրբազան պայքարի առաջնորդը շեշտեց, որ սա է իրականության պատկերը։ Անցյալ շաբաթ դուք բոլորը տեսաք խորհրդարանական հիստերիկան, ստախոսի էլ չկարողանալու ինքն իրեն զսպելու, միգուցե քիմիական ինչ-որ բաների բացակայության պատճառով, միգուցե մեզ ուղերձ եղելու պատճառով, միգուցե այլ նպատակներ ունենալու, իր տերերին ցույց տալու, թե ինչքան նվիրված է ինքը, եւ այդ ստախոսը խորհրդարանի ամբիոնից պատառոտում է լինել ամենավատ ձևով, ամենափողոցային, ամենագրեհիկ կերպով, ցինիզմով, եւ սա ամոթն է մեր։ Ուրիշ միջոց չունի այլևս մարդկանց որևէ ձևով համոզելու։ Ստի ամբողջ տարողությունն արտահայտված է։ Խոսքը շարունակեց Բագրատ Սրբազանը հավելելով, որ հիմա մնացել է պարզապես նյութական շահագրգռությունը։ Սրբազանը համոզված է, որ Փաշինյանն ուղղակի փորձում է կաշառել ժողովրդին, հայտարարագիրը ստորագրել տալով, այսինչն ու այնինչն անել տալով ու դրանց դիմաց գումար խոստանալով փորձում է անընդհատ խաբեության ու առևտրի մեջ լինել ժողովրդի հետ։ Ինչու՞, հարց է տալիս Սրբազանը, այնուհետև պատասխանում, ժողովրդին կաշառելով փորձում է դարձնել իր նման։